Բարև ձեզ, ո՞նց եք։ Ես Արման Թաթոյանն եմ։ Կանաչ չունեմ դիպել։ Ո՞նց եք։ Լավ են, բայց հատապա։ Ինչով եք զբաղվում։ Տաքսի եմ, 73 տարեկան եմ։ Հա։ Դեռ կան ապել դե հիմա գործեր չի։ Հա։ Վիզեն չկա։ Հա։ Вообще կես մետր տեղ չկա կարնելու։ Պատրոնը կելական ասեն ինչքան գծի վրա է։ Պատրոնը չքան գարում, էլի ոչ մի բան։ Ասեսադար բանալի բացա։ Էլի Երևանցի չէ։ Եկավ 15000 դրամ շտրախ ասում ինձ մեքենան դուրս է գալի ես եկականից։ Պասաժիրը նստել լա դուրս է գալի ես մտել կայնը։ Կոկալետ դե հետ տնտա որ դուրս գա չէ։ Пешеходы враз остановились. Кайны отмачивал. Ասում չի մաս կայնը մգե։ Որ пешеходы վրա նկարի շտրախը գերի։ 15000 դրամ շտրախ։ Հիմա տեսեք, չէ, սրա հետ կապված մի հատ կարևոր մենք ծրագրային կետ ունենք, նայեք, այսօր շատ կարևոր բան եք դուք իրականում ասում։ Նայեք, մենք ունենք ինչ նախատեսած մեր ծրագրում։ Նախ այս այն դեպքերից է, որ ոչ բոլոր խախտումները պետքա տուգանք առաջացնեն։ Ինչի, այդպես դեպքերում նույն բարեկը մյուսը, որը ոչ մի կապ չունի, ոչ մի վթարային վիճակի հետ, ինքը պետքա այդպես դեպքերում օրինակ առաջինը պետքա լինի գալ մարդու զգուշացնելը։ Այսինքն, եթե մարդը դիտավորություն չի արել, եթե որևէ իրավիճակ երթևեկության անվտանգության հետ կապված ստեղծված չէ, այդ պարագայում մարդուն այդքան շատ տուգանելը, հələ մի հատ էլ եթե կարող է խախտումն այնց լինի, որ մի հատ է միավոր հանի, այդ ընդհանրապես ընդունելի չի։ Օրենքի, օրենսդրական մակարդակը, եթե դու օրենքը ճիշտ օրենք ես ընդունում, պարեկն էլ է այդ օրենքը կատարելու։ Հիմա եթե դու այդ խախտումների համար բալ չի հանում, չպիտի հանես, որովհետև դա իրականում կապ չունի երթևեկության կոնկրետ այն աստիճան վթարային վիճակ ստեղծելու, որ դու միավոր հանես։ Դրա համար մենք ծրագրով ունենք խախտումների տեսակներ սահմանած, որոնք միավորներ չեն հանելու։ Կարող է օրինակ տուգանք առաջացնի, բայց միավոր չի անի։ Մյուսը կան խախտումների տեսակներ, որոնք պետք է լինի առաջինը, օրինակ զգուշացումը, կա ուղղակի զգուշացնի, մասի օրինակ պարոն Վարշան, խնդրում եմ, այս խախտումը մյուս անգամ մի արեք, կամ եթե դե դիտավորություն չկա, մի մարդը եկել է, երթևեկություն ունես բանա, կարող է պատահական մի ինչ որ տենց թեթև, ասենք գծի մի քիչ մի քանի սանտիմետր այն կողմ կանոնի կամ, դա չի նշանակում, որ պետք է միավոր հանվի, տուգանվի, մի հատ էլ հələ այդպես կրակի մեջ գցի մարդը։ Մենք պետք է ունենանք 3 բան. խախտումների տեսակներ, որոնք միավորներ չպետք է հանեն, խախտումներ, որոնք տուգանք գումարային չպետք է առաջացնեն սկզբում, այսինքն ինքը զգուշացում պետք է լինի եւ այլն, եւ բալային համակարգը 13-ից պետք է բարձրացնել։ Այսինքն պետք է լինի 16 կամ 18